Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ ԱՄՆ-ի Սենատը 1920 թվականին գճաճար Հայաստանի անկախությունը։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 122-րդ թիվը։ Ադրբեջանի մեջ վանդալիզմի հերթական թիրախը դարձած է Վաուհաս Քյուղի զոհված ազատամարտիկներու գերեզմանատունը Հովիկ Ավանեսով։ Ցուցահանդես Արցախի մեջ զոհված երեխաներու հիշադակին։ Վանդալիզմի դեպք Վրաստանի հայկական Սուրբ Նշան եկեղեցվո մեջ։ Հայրու բնակրաված ունեցվածքի արխիվի թվայնացման աշխատանք։ Բացառիկ հրադարագություն, ադաբազարեն դերժոր անդիպ հուշակրություն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան գկրե 1920 թվականի մայիս 11-ին ԱՄՆ Սենատը պաշտոնապես ընդունեց 66-րդ կոնգրեսի 359-րդ բանաձևը։ Պատմական փաստաթուղթը, որ կհիշեցներ, թե Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումը ուղղակիորեն կապված էր Արևմտյան Հայաստանի մեջ հայ ժողովրդին դեմ գործադրված զանգվածային վայրակություններուն հետ։ Այս բանաձևը, որ ընդունված էր ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերություններու հանձնաժողովին կողմէ կազմակերպված լսումներեն յետք, կհանդիսանա այդ ժամանակաշրջանի հայկական հարցին վերաբերող քաղաքական եւ իրավական կարեւորագույն փաստաթուղթերեն մեկը։ Բնակրին մեջ հստակորեն նշված է. հավաքված վկայությունները հստակ կերպով հաստատած են այն գոտորածներուն եւ այլ վայրակություններուն ճշմարտությունը, որոնց ենթարկված է հայ ժողովուրդը։ Այս վայրակությունները գլխավորապես ուղղված էին Արևմտյան Հայաստանի բնիկ հայ բնակչության դեմ, մասնավորապես հետեւյալ պատմական նահանգներուն մեջ՝ Վան, Էրզուրում, Գարին, Բիթլիս, Դիարբեկիր, Տիգրանագերտ, Խարփերտ, Սեփաստիա, Սիվաս, Տրաբզոն, Գիլիկիա, ուր 1894-ին 1923 թվականներուն իրականացված են կոտորածներ, դեղահանություններ, քույքերու բնակրավումներ եւ համագարկված ավերածություններ։ Սենատը նաեւ գշեշտեր հայ բնակչության այն ժամանակվան ծանր պայմանները, անվտանգության բացակայություն, սով եւ աղքատություն։ Բանաձևը նաեւ կհիշեցնե հաջող մորցվող հիմնարար փաստը։ Հայաստանի Հանրապետության անկախությունը պատշաճ կերպով ջանցված է Խաղաղության խորհրդաժողովի քերակույն խորհրդին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու կառավարության կողմէ։ Այսպիսով 1920 թվականի Հայաստանի միջազգային ճանաչումը բարձրապես դիվանագիտական արարք մջեր։ Ան ուղղակիորեն կապված էր 1894-ին 1923 թվականներուն Արևմտյան Հայաստանի բնիկ հայրուն թեմ իրականացված վայրակություններուն հետ։ ԱՄՆ-ի Սենատը հետևաբար հստակորեն կկապեր Արևմտյան Հայաստանի մեջ իրականացված կոտորածներու ավերածությունները հայ ժողովրդին անվտանգության եւ գոյության իրավունքը եւ անոր ազգային անկախության ճանաչումը։ 359-րդ բանաձևը մինչև այսօր կպահպանե իր մեծ նշանակությունը։ Ան ցույց կտա, թե ամերիկյան իշխանությունները պաշտոնապես տեղյակ էին Արևմտյան Հայաստանի մեջ իրականացված վայրակություններուն, այդ հանցագործությունները հաստատված փաստ էին ԱՄՆ-ի Սենատին առջև եւ Հայաստանի ճանաչումը կդիտվեր որպես քաղաքական ու իրավական պատասխան այդ հանցագործություններուն։ Այս փաստաթուղթը նաեւ կլուսաբանե այն համատեքստը, որոնց մեջ հետագային մշակվեցան 1920 թվականի օգոստոս 10-ի Սևրի դաշնակիրը, ԱՄՆ-ի նախագահ Հուդրո Ուիլսոնի 1920 թվականի նոյեմբեր 22-ի իրավարար վճիռը, ինչպես նաև հայ ժողովրդի պաշտպանության եւ Արևմտյան Հայաստանի հարցին շուրջ միջազգային քննարկումները։ Ավելի քան 1 դար անց այս բանաձևը կհիշեցնե հիմնարար պատմական իրականությունը։ Հայաստանի միջազգային ճանաչումը անբաժանելի էր Արևմտյան Հայաստանի մեջ հայ ժողովրդին դեմ իրականացված վայրակություններուն արձագանքելու եւ անոր հավաքական գոյությունը ապահովելու կամքեն։ Ժամանակակից միջազգային համատեքստին մեջ ուր ցեղային զդումներու, բռնի դեղահանություններու եւ ժողովուրդներու պաշտպանության հարցերը կշարունակեն մնալ քննարկումներու կենտրոնը, ԱՄՆ-ի Սենատի այս փաստաթուղթը կպահպանե իր պատմական, բարոյական եւ իրավական մեծ նշանակությունը։ Նաեւ կհիշեցնե, թե 1920 թվականին իսկ ԱՄՆ-ի բարձրագույն հաստատությունները կնկատեին, որ Արևմտյան Հայաստանի հայրուն գրած տարաբանքները կվերաբերեին ոչ միայն միջազգային խեղճմտանքին, այլ նաեւ միջազգային իրավունքի պատասխանատվության։ Լույս տեսած է Արևմտյան Հայաստան շաբաթաթերթի 122-րդ թիվը։ Շաբիգին պատկերված է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան։ Արմենակ Վրեժի Աբրահամյանը ծնած է 1960 թվականի հունվար 15-ին։ Ան պրոֆեսոր է, հայ ջամփա հայկական մարդարվեստի հիմնադիրն ու վարպետը։ Իր արմատները կհաստին Գարին։ 1990 թվականին սկսյալ մասնակցած է ազգային ազատագրական պայքարին, իսկ 1991-ին 1994 թվականներուն գրված է Արցախի ազատամարտին մեջ մասնակցելով Մարտակերտի, Շուշիի, Քարվաճարի եւ այլ շրջաններու պաշտպանական ու ազատագրական մարտերուն։ Մարտերու ընթացքին ծանր վիրավորված է եւ բարգեւատրված մարտական գործողություններու մասնակցության գրծքանշանով։
2000-ական թվականներին սկսյալ զբաղած է աշխույժ քաղաքական գործունեությամբ, դառնալով Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի հիմնադիր նախագահը, ՄԱԳ-ի մոտ Արևմտյան Հայաստանի պատվիրակության ղեկավարը եւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը։ 2016 թվականին անոր նախագահությամբ ընդունված է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրությունը եւ վավերացված Սևրի դաշնակիրը։ 2021 թվականին սկսյալ միջազգային հարթակներուն վրա աշխույժորեն կբարձրացնի Արցախահայության խնդիրները, ներկայացնելով անոնց շահերը նաև մարդու իրավունքներու եվրոպական դատարանի մեջ։ Արմենակ Աբրահամյան նաև պատմաբան, գրող, վերլուծաբան եւ Արևմտյան Հայաստանի պետական հեռուստակայանի հիմնադիրն է։ Հովիկ Ավանեսով հայտնած է, թե Ադրբեջանի հերթական վանդալիզմի թիրախը դարձած է բռնակրաված Արցախի Մարտակերտի շրջանի Վաուհաս քյուղի զոհված ազատամարտիկներու գերեզմանատունը։ Համացանցի վրա դարածված տեսանյութին մեջ կերևին չարթված եւ վնասված գերեզմանակարեր, հայերեն արձանագրություններով ու ազատամարտիկներու պատկերներով, ինչ որ կվկայե հայկական հիշողության եւ մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման մասին։ Հովիկ Ավանեսովի համաձայն ասիգա ոչ միայն վանդալիզմ է, այլ նաեւ ցեղային ադելության, հոգեբանական ճշմարտ եւ միջազգային մարդասիրական իրավունքի գոբիտ խախտման արտահայտություն։ Տեսանյութը չհրաբարակված զոհվածներու հարազատներուն չվիրավորելու նպատակով, սակայն կպահպանվի որպես ապացույց։ Ան նաեւ հիշեցուցած է, որ 2024 թվականին ադրբեջանցի զինվորներ ոչնչացուցած էին Վաուհասի մեջ զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակի խաչկարը։ Ըստ Հովիկ Ավանեսովի, Արցախի մեջ նմանատիպ տասնյակ դեպքեր արդեն կփաստեն հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող համակարգված քաղաքականությունը։ Մայիսի 15-ին Երևանի ժամանակակից արվեստի հիմնարկին մեջ պիտի բացվի «Մանկությունը նշանառության տակ» փաստագրական լուսանկարչական ցուցահանդեսը, նվիրված 2016-2023 թվականներուն Արցախի մեջ ադրբեջանական հրետակոծություններու հետևանքով զոհված երեխաներու հիշատակին։ Նախագիծի հեղինակները կներկայացնեն 5 ընտանիքներու պատմություններ, որոնց երեխաները զոհված են ադրբեջանական հարձակումներու հետևանքով։ Հեղինակներուն համաձայն նախագիծին գլխավոր նպատակը զոհված երեխաներու ընտանիքներու ցայնը լսելի դարձնելն էր։ Անոնք կնշեն, թե նյութին վրա աշխատելը չափազանց ծանր էր, թե մասնագիտական, թե հոգեբանական առումով, սակայն կարևոր կնկատեն պատերազմի զոհերու հիշատակի պահպանումը եւ նման պատմություններու վավերագրումը անկախ քաղաքական գնահատականներ են։ Վանդալիզմի դեպքը արձանագրված է Վրաստանի հայկական Սուրբ Նշան եկեղեցիի մեջ։ Նախորդ օրերուն հաղորդված էր, թե միջադեպը ենթադրաբար տեղի ունեցած է համայն Վրաստանի նոր կաթողիկոս պատրիարքի ընտրություններու նախօրյակին։ Անհայտ անձեր եկեղեցիեն դուրս հանած են սրբապատկերները, ինչպես նաև եկեղեցական առարկաները եւ զանոնք դրած աղբամաններու մոտ։ Ավելի ուշ տեղում բնակիչներն ու հավատացյալները վերադարձուցած են զանոնք տաճար։ Վրաստանի ներքին գործոս նախարարությունը քրեական գործ հարուցած է կրոնական ծեսերու կատարման աբորինի խոչընդոտման հոդվածով։ Գործող հայկական Սուրբ Նշան եկեղեցիի մեջ տեղի ունեցած միջադեպին մասին հայտնի դարձած է դեղացի բնակիչներեն։ Հոգևոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի խոսքով բադահարը անագնկալ էր եւ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն արդեն դիմած են ոստիկանություն։ Ամբողջությամբ մաքրած էին եւ աղբանոցին կով նետած։ Մենք բոլորը հավաքեցինք եւ թիմեցինք պատկան մարմիններուն, որբեսի այս վանդալիզմը, որոնց հեղինակները դակավին անհայտ են, համապատասխան պատասխանը ստանա։ Ասիգա հարված կհասցնե հայ եւ վրացի եղբայր ժողովուրդներուն ու մեր սրբություններուն։ Մենք ուզենք, որ այս դեպքը արձական կնե պատկան մարմիններու մոտ եւ եկեղեցին համապատասխան վերահսկողության տակ առնվի, որբեսի նման քայլեր չգրտնվին եւ ժողովուրդները իրարու դեմ չհրահրվին։ Այս արարքը կործածները դիդումնավոր գերբով կփորձեն երկու ժողովուրդներու իրարու դեմ հանել, ըսած է ան։ UCLA-ի մեջ գործող հայրու ցեղասպանության ազգային հետազոտական ծրագիրը հայտարարած է հայրու ցեղասպանության ընթացքին եւ անգե հետ բռնակրաված հայկական ունեցվածներուն վերաբերող նոր թվային արխիվի ավարտին մասին։ Հայրու բռնակրաված ունեցվածքի աջուրդը անունը գրող այս արխիվը կներկայացնե 1920-1930-ական թվականներու հազվագյուտ թերթային հայտարարություններու հավաքածումը, որոնց միջոցով Օսմանյան կայսրության նախկին լքված գույքերը հրաբարակային աջուրդներով վաճառված են Թուրքիո տարբեր քաղաքներուն մեջ։ Հետազոտությունը ցույց կտա, թե ինչպես 34 քաղաքներու եւ բնակավայրերու մեջ պետական մագարտակով իրականացված է այդ ունեցվածներուն վերապաշխումը, հիմնվելով ժամանակաշրջանի տեղական մամուլին մեջ հրաբարակված հայտարարություններուն վրա։ Արխիվի նյութերը երկար տարիներ հավաքած է անկախ հետազոտող Սաիդ Չետինօղլուն, ով նաև ներկայացուցած է ծավալուն վերլուծությունը բռնակրաման մեխանիզմներուն վերաբերյալ։ Նյութերը թվայնացված, թարգմանված եւ առաջին անգամ ամբողջությամբ որոնելի դարձած են։ Հետազոտողները կնշեն, թե այս աշխատանքը կարևոր է հայրու տնտեսական կորուստներուն համակարգված բնույթը հասկանալու համար եւ նոր հնարավորություններ կբանա հետագա արխիվային ուսումնասիրություններու դիմաց։
Հայրուց ցեղասպանության թանգարան հիմնարկելու սնձայաձե բացառիկ հրադարագությունը Հարություն Աթանասյանի ադաբազարեն դերձոր անդի փուշակրությունը, որ կնկատվի հայրուց ցեղասպանության մասին պատմող առաջին վավերագրություններեն մեկը։ Թեր 1919 թվականին քրի առնված այս արժեքավոր հուշագրությունը հրադարակված է առանցին հադորովը։ Քիրքը ընթերցողին կներկայացնի հայրուց ցեղասպանությունը վերապրած ադաբազարցի գրթական մշակութային եւ ազգային գործիչ քրող ու թարգմանիչ Հարություն Աթանասյանի դժոխային ոտիսականը, սկսելով 1915-ից երբակալություններեն մինչև համագետրոնացման ճամբարներ։ Անոր աչքերով կներկայացվին ոչ միայն սեփական դարաբանքները, այլ նաեւ հայ ազգին ողբերգական վիճակը, թուրք պաշտոնյաներու անմարդկային վերաբերմունքը եւ անաբատներուն մեջ տեղի ունեցած զանգվածային գոտորածերուն սարսափաստու իրականությունը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։